Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց լողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն այս դեպքում գյումրեցիներին, որովհետեւ այսօր մեր զրուցակիցն է Գյումրիի արտահերթ ընտրություններում հավաքանու Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, նաեւ Դաշինքի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը, բարի ձեզ, պարոն Սիմոնյան։ Պարոն Սիմոնյան, քանի որ Մայր Հայաստանը այսպես արմատական ընդդիմության թևից է, հա, հիմա հարց կտամ, որը միգուցե այնքան էլ ակնահաճո չլինի կամ ականջահաճո չլինի կամ միգուցե պրովոկացիոն կհնչի, բայց դուք մասնակցում եք ընտրություններին, որպեսզի հաղթեք, ստանձնեք քաղաքապետի պաշտոնը եւ լուծեք Գյումրիի խնդիրները, թե մասնակցում եք, որպեսզի իշխանությունը հանկարծ եւ ոչ մի դեպքում գործող իշխանությունը Գյումրիում չդառնա մեծամասնություն։ Ուրեմն ասեմ, մեր համար նվազագույն խնդիրն է քաղաքացիական պայմանագրին իշխանազրկել Գյումրիում եւ առավելագույն խնդիր է, որ վերցնենք քաղաքի կառավարումը ստանձնենք եւ փորձենք գյումրեցիներին տալ այն ամենը, ինչին ինքը արժանի է։ Ինչի եմ ասում այսպես, որովհետեւ տարիներ շարունակ կառավարման մեթոդը նույնն է եղել, նույն սկզբունքով է կառավարվել, չենք տեսել նորագույն տեխնոլոգիաներով կառավարման մոդելներ, չենք տեսել փոփոխություններ, ուզում ենք նաև մթնոլորտի փոփոխություն բերենք մեր գալով, հետևաբար այսքանը կասեմ։ Ասելով տարիներ շարունակ կառավարման մեթոդը չի փոխվել, բայց տարիներ շարունակ քաղաքացիական պայմանագիրը չի եղել կառավարող։ Այսինքն խոսքը վերաբերում է, չգիտեմ, 90-ականներից սկսած մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Տեսեք, ոչ թե ոչինչ չի փոխվել, այլ այն լուծումները, որոնք նորագույն տեխնոլոգիաներով են կազմակերպվում, որը եւ գումարների խնայողություն է իրենից ենթադրում եւ ավելի արագ քաղաքի զարգացման ծրագրեր է ենթադրում, դրանք չենք տեսել։ Այսինքն էլեկտրոնային կառավարման մասին է խոսքը։ Էլեկտրոնային կառավարման մասին է խոսքը։ Տեսեք, որ ասում եմ տարիներ շարունակ նույնի կրկնություն ենք տեսել, գյումրեցին մաշկի վրա չի զգացել այդ փոփոխությունը, ինչպես զարգացած երկրներում, ասենք եվրոպական երկրներում է, նույն տրանսպորտի համակարգը, նույն շինարարական աշխատանքները, նույն բարեկարգումը, կանաչապատումը, օդի մաքրությունը չենք ունեցել մենք դա։ Ինչի համար չենք ունեցել, դա այլ թեմա է, բայց որ չենք ունեցել, դա փաստ է։ Գյումրեցին իր մաշկի վրա չի զգացել այդ փոփոխությունը։ Գյումրեցիները պահանջատեր եղել են եւ չեն կարողացել դրան հասնել։ Հենց այդտեղ է հարցը, որ պահանջատեր գյումրեցին չի եղել։ Միշտ վստահել է, որ դա նույն 2019 թվականին Գյումրին ազատ տնտեսական կոդի ճանաչելու ծրագիրը նաև կառավարության որոշում է եղել եւ չի իրագործվել մեր այսպես ասած մտածելով պարզ պատճառով, որ հենց գյումրեցին պահանջատեր չի եղել եւ ստորագրահավաքի մեր նպատակը ինչն էր այս ընթացքում, որ հենց գյումրեցին լինի պահանջատեր, որբիսի այդ ծրագիրը իրագործվի, ոչ թե մնա օդում կախված, ասենք ինչ որ ականջին հաճելի բաներ լսելով անընդհատ դիմադրի ձգի, բայց այս տեմպով շարունակել չի կարող, որովհետեւ 30 քանի տարի, 36-7 տարի արդեն Գյումրին սպասում է այն ծրագրին, որը իրական քաղաքը տանելու է զարգացման ճանապարհով։ Մենք մինչև այսօր չենք տեսել դա։ Կա Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք կարգավիճակ, բայց գետնի վրա մենք չենք զգում դա։ Ցանկացած մշակույթի ոլորտի մարդուն հարցրենք, ինքը չի զգում, որ իր քաղաքը մշակութային մայրաքաղաք է։ Իմիջիայլոց շատ բողոքներ կան, որ հիմնական մշակութային միջոցառումները, ասենք, չեն անցկացվում Գորիսում, Կապանում, Մեղրիում, չգիտեմ, Իջևանում, հիմնականը կենտրոնանում է Գյումրիի վրա։ Դե տեսեք, դուք ասում եք հիմնական կենտրոնանում է Գյումրիի վրա, բայց գյումրեցինը չի զգում, որ ինքը իրական մշակութային մայրաքաղաքի տերն է։ Հենց դա է, որ ասում եմ, գալիս ենք փոփոխություն բերելու, որ եւ մթնոլորտը փոփոխենք եւ ընդհանուր կառավարման մոդելները ավելի նորարարական դարձնենք եւ գյումրեցին հասկանա, որ իր համար մտածող մարդը նաեւ ճկուն է եւ կարող է ժամանակին համահունչ կառավարման համակարգեր ներմուծել Գյումրի։
Տեսեք, դուք ասացիք, որ 37 տարի գյումրեցիները սպասում են, բայց միաժամանակ նաև ընդգծեցիք, որ պահանջատեր չեն եղել։ Երբ ես սպասում եմ, որ ինչ-որ բան ինձ համար պիտի անեն, այն մարդը կամ մարդկանց խումբը, որը այդ պահին իշխանության է, ինչ-որ ժամանակ հետո այդ իշխանությունը սկսում է լճանալ, որովհետև իր վրա ճնշում չկա, ներքևից ճնշում գոյություն չունի։ Եթե դուք դառնաք քաղաքական, այսպես իշխող ուժ Գյումրիում, դուք դառնաք Գյումրիի քաղաքապետ, որտեղ է երաշխիքը, որ այդ պահից սկսած գյումրեցիները կդառնան պահանջատեր եւ դուք չեք լճանալու։ Հենց այդ պահանջատիրության մեջ մենք էլ ենք լումա ունենալու, հենց մեզնից է սկսվելու պահանջատեր լինելը, հենց մեր քաղաքի կառավարության մեջ ընդգրկված մարդկանցով ենք սկսելու այդ պահանջատիրությունը եւ ամբողջ քաղաքացիները Գյումրիում բնակվող միանշանակ միանալու են նաև մեզ, մենք միանալու ենք իրենց եւ բոլորիս ցայնը սարքելու ենք մեկը եւ այդքանով պահանջատիրությունը դնենք։ Ոչ թե տարանջատվենք բնակչություն եւ կառավարություն, այլ դառնանք մի ամբողջական մարմին եւ ինչքան են մյուսն է գյումրեցի, այդքան ես եմ։ Ինչ կա բնի կառավարություն եմ, թե ընդդիմություն եմ, թե շարքային քաղաքացի եմ։ Ես էլ կուզեմ, չէ՞, այդ նույն մակուրոտը շնչեմ։ Ես էլ կուզեմ, չէ՞, այդ բարեկարգ քաղաքում քայլեմ։ Ով է ասել, որ դա մենակ շարքային քաղաքացին է ուզենալու։ Քաղաքապետը, ասենք փոխքաղաքապետը, ավականու անդամները չեն ուզենալու։ Դրա համար հենց մեզանից է գալու այդ պահանջատիրությունը եւ երբ որ մենք կառավարությունը եւ ժողովուրդը իրար հետ մեկ մարմին դառնան, մեկ բռունցք դառնան, իրենց ցայնի հետ հաշվի չնստել անհնարին է։ Տեսեք, նախընտրական շրջանի առանձնահատկություններից մեկն այն է, քանի որ խնդիրները ընդհանուր են։ Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը հիմնականում խոսում են նույն թեմաներից, հիմնականում առաջ են բերում նույն խնդիրները, տարբեր լուծումներ են առաջարկում իհարկե, բայց խնդիրները նույնն են։ Հիմա այդ խնդիրների լուծման, այսպես ինչ եք դուք առաջարկելու, որը չեն կարող առաջարկել կամ չեն կարողանալու իրականացնել ձեր մրցակից քաղաքական ուժերը։ Որ ասենք, ես ասենք, որպես գյումրեցի, ասեմ, այ ես գնում եմ ձայնս տամ այս քաղաքական ուժին։ Ամիսներ առաջ ես մեր թիմի հետ խորհրդակցելուց հետո նախաձեռնեցի Գյումրիի զարգացման ծրագրին վերաբերող ֆորում, որում հրավիրեցի պրոֆեսիոնալ մասնագետների, հենց կանխած գալով այս պահը, որ եթե Գյումրին չունի հստակ զարգացման ծրագիր, ինչ ուզում է խոսես։ Ուզում է խոսես ամենալավ կանաչապատումից, շինարարությունից, բարեկարգումից, մակուրոտ ունենալուց, լավ տրանսպորտ ունենալուց, չես կարողանալու իրագործես, եթե չկա գումար։ Առանց գումար որևիցե քայլ չես կարողանել։ Գյումրու բյուջեն այսօր 14 միլիոն դոլարին համարժեք դրամ է մեկ տարվա մեկ տարեկան բյուջեն եւ դա մինիմալ խնդիրների կարգավորելու եւ այսպես ասած կատարելու հարց է։ Այսինքն դա այնքան գումար է, որ թույլ կտա Գյումրին չփլվի։ Կարելի է այդպես ասել։ Այսինքն պայել այն ինչ ունես, եթե բարեխիղճ կառավարիչ ես, շատ փոքր իրա վրա ինչ որ բան տնես, ընդամենը էս է։ Եթե գումար չկա, ուրեմն չես կարող Գյումրիի զարգացումից խոսել։ Ֆորումի նպատակն էր, որ այնպիսի ծրագիր առաջ քաշվի, որ Գյումրին հենց ինքն իրեն զարգանա, ոչ թե սպասի դոտացիաների, սուբսիդիաների կամ եթե ընդդիմությունն է իշխանություն համայնքում, ուրեմն կառավարությունը ասի ես չեմ տա, չնայած ամոթ նման կառավարությանը, որտեվ եթե ինքը այդ տոնով է շփվելու քաղաքացիների հետ, ուրեմն ամենավատ իշխանությունն է ինքը, բայց ամեն դեպքում իրականությունից չկտրվենք, հնարավոր է նմանատիպ դեպքեր, դրա համար պետք է հստակ զարգացման ծրագիր։ Կազմակերպված ֆորումի նպատակը հենց այդ ծրագիրն էր, որում մասնակցություն ունեցավ նաև Մայր Հայաստան դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով տեսագության տեխնազու է, ֆորումին ներկա են տեսագիտության դոկտոր պրոֆեսորներ Թաթուլ Մանասերյանը, Վարդան Բոստանջյանը եւ այլ ոլորտի մասնագետներ, որում քննարկման արդյունքում ստացվեց, որ Գյումրին առանց գումարի մուտքի անհնար է զարգանա եւ դա հենց ազատ տնտեսական կոդին էր, որը 2019 թվականին այս կառավարության օրոք
բերվել է առաջ, նաև կա կառավարության որոշում։ Քննարկման արդյունքում նաև իրեն ավելացվավ Գյումրիին ազատ քաղաքի կոչում տալը, կարգավիճակ տալը, որը նաև չինական մոդել է, չինական որևիցե համայնք, եթե ուզում են զարգացնել շատ արագ, 2-3-4 տարվա մեջ, ուրեմն քաղաքին տալիս են ազատ քաղաքի կարգավիճակ։ Այսինքն մոտավորապես այն կարգավիճակը, որ ունի Հոնկոնգը հիմա։ Շանհայը, տեսեք, Շանհայը դարձավ բիզնես մայրաքաղաք, չէ՞, Չինաստանի համար։ Գյումրին էլ կարող է դառնալ Հայաստանի համար։ Եվ նաև կարող է դառնալ լոկոմոտիվ ամբողջ Հայաստանի համար, նաև իր միջոցով բյուջեներում մուտքեր գործեն։ Մի խոսքով, տեսեք, եթե ազատ տնտեսական կոդու ծրագիրը չենք ուզում բերել առաջ, որը քննադատության է արժանանում գործող իշխանության կողմից եւ չենք հասկանում ինչի, եթե 19 թվականին իրենք էին բերել այդ ծրագիրը, մենք ընդհանրապես ինչ ենք արել, ասել ենք, որ Գյումրեցին պետք է պահանջատեր լինի, գնա դրա հետևից, որովհետեւ կառավարությունը տեղից շարժվի եւ չփորձի նայել մատների արանքով, որ դե լավ դե յոլակ տանին կերտանք առաջ, չէ։ Այսօր Վրաստանը երկրորդ քաղաքը իր Բաթումին սարքեց, հիմա անցել արդեն երրորդ քաղաքին, սարքում է Անակլյան, որը իրենց տնտեսությանը մեծ օգուտ է բերել։ Ինչու չենք կարող այստեղ անել մենք։ Եվ այդ ստորագրավակի ընթացքում նաև բազմաթիվ բնակարաններ այցելության ընթացքում տեսանք ծանր սոցիալական պայմաններով ապրող մարդիկ, միայնակ ծերեր, ովքեր անտեսված էին։ Մարդ, որը իր մահն է տենչում, սպասում է իր մահին, դա ամենավերջի ստադիան է, համաձայն եք, որ միայնակ ծերը, ասում եմ, նպաստը կտրել են ինչի համար, թոշակ 3000 դրամ բարձրացրել է, 20-30 հազար դրամ նպաստից զրկվել է, այսինքն ասում եմ, ինչի՞ս էր պետք է թոշակի բարձրացումը, եթե պիտի բարձրանա ու ինձ վնաս տա, ավելի լավ է ցածր մնար, եւ այդ բանից վառելիք էլ չունի տան մեջը, ցուրտ էր մի 2 ամիս առաջ, որ մենք նախաձեռնեցինք այդ բանը, դիմացի կրբագից ծվի յաչեյկեք կան, դրանով է ինքը տականում։ Այս ամենը, եթե մենք չենք դնում զարգացման ուղու վրա, հիմքը չենք դնում գումարների հոսքը Գյումրի քաղաք, ուրեմն զարգացումից խոսել այս պահին անիմաստ է։ Առանց գումար մոռանանք զարգացում։ Դուք եք համամիտ իմ հետ, որ առանց դրա չես կարող զարգանալ։ Բայց տեսեք, այստեղ մի խնդիր կա։ Աբովյան քաղաքը կարող է նույն բանը ասել, օրինակ, հա։ Գորիսը կարող է ասել, Վայոց ձորի ցանկացած բնակավայր կարող է, ինչու Գյումրի։ Ասեմ ինչի Գյումրի, որովհետև բոլոր պայմաններով համապատասխանում է ազատ տնտեսական կոդի ճանաչելուն, որովհետև ունի օդանավակայան, ունի երկաթգիծ, հյուսիս-հարավ մայրուղու վրա է գտնվում, Բավրայի տամոժնում ամենամոդն է գտնվում եւ այս ամենը տալիս է, որբիսի մյուս Աբովյանի բնակիչը կամ մյուս Գորիսի բնակիչը հասկանա, որ եթե ենթակառուցվածքներ չկան, ազատ տնտեսական կոդին չի աշխատելու։ Հիմա մեղրին էլ է ազատ տնտեսական կոդին, բայց չի աշխատում։ Ներդրողին պետք է գայթակղիչ լինի։ Գյումրիի մասով նաեւ ինչ առավելություն ունենք։ Ամենամոդն է Ջավախքին, Ջավախահայությանը։ 100 կիլոմետր Գյումրին է հեռու, 100 կիլոմետր Թբիլիսին է հեռու։ Եթե Գյումրիում լինի այդ ազատ տնտեսական կոդին, մեծ հաճույքով մեր հայրենակիցները ներդրումներ կանեն Գյումրիում, քան Վրաստանի մյուս քաղաքներում։ Այսինքն եթե վաղը մյուս օրը, ասենք, իրականանան են կանխատեսումները, որ սահմանները կբացվեն, օրինակ Թուրքիայի հետ նաև եւ կաշխատի Գյումրի-Կարս երկաթգիծը, այդ գայթակղությունը ավելի կմեծանա։ Գյումրին դառնալու է տրանսպորտային խաչմերուկ, առևտրային խաչմերուկ եւ հենց դա է իր բումը տալու Գյումրիի զարգացման։ Մեր այս ծրագիրը, որ առաջ ենք քաշել 25 տարով է, դուք պատկերացնում եք յուրաքանչյուր 5 տարին ինչ թափով է զարգանալու Գյումրի քաղաքը։ Եվ դրանով նաև լուծելու ենք այդ ծանր սոցիալական պայմաններում գտնվող մարդկանց հարցերը։ Եթե բյուջեում կա գումար, նաև կարող ես բյուջեի չռայլություններ թույլ տաս եւ մանկավարժներին ավել վճարես, ինչպես Մոսկվայի քաղաքապետարանն է անում։ Կարող ես նաև թոշակառուին ինչ որ բանով կոմպենսացում տաս, ավելացնես։
կարող ես մշակույթի ոլորտում այդ գումարներն օգտագործել, սպորտի, կրթության, կանաչապատման, նույն այդ բնակարանի շինության եւ ավտոմատ Գյումրին զարգանալու է։ Ինչ ենք ունենալու ազատտնտեսական կոդով։ Ապրանքների գների ցածրացում, աշխատավարձերի բարձրացում, իսկ սոցիալական վիճակը միանշանակ ավելի լավանալու է։ Հիմա պատկերացնենք այդ գումարը կա։ Ենթադրենք, հա, որտեղ խոսք է գնում ձեր ծրագրի մասին։ Հիմա այդ ծրագիրը փուլ առ փուլ կամ ոլորտ ան ոլորտ պիտի բաշխվի, ասենք սա այսպես պիտի լինի, նա այնպես պիտի լինի։ Հասկանալի, երբ գումար է գալիս, մի շարք խնդիրների լուծումը ավելի հեշտանում է։ Հիմա խնդիրը համար առաջին, որ այսօրվա դրությամբ բացի նրանից, որ կան կենսաթոշակառուներ, որ շատ ծանր պայմաններում, դա համապետական խնդիր է։ Ըստ էության։ Ընդունում չեմ վիճի, բայց տեսեք, հիմա շուրջ 2800 մարդ շարունակում է ապրել տնակներում։ Այդ չարաբաստիկ դոմիկների խնդիրը Գյումրիի վրա ոնց կար, որպես խարան այդպես մնացել է։ 80-90 վթարային շենք կա, որոնց մի մասը 4-րդ կարգի վթարայնության են եւ դրանցից 3-ում շարունակում են մարդիկ բնակվել, որում ամեն օր կարող է թեթև ցնցում լինի եւ մենք փաստի առաջ կանգնենք։ Աստված հեռու պահի իհարկե։ Հիմա այդ խնդիրները ինչպես եք պատկերացնում այս միջոցներով։ Հիմա արդեն չենք պատկերացնում, որ ունենք փող, պատկերացնում ենք, որ չունենք փող։ Ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները։ Ասեմ ուրեմն, նաև գումար չլինելու դեպքում կարելի է բնակարանի շինության հարցը կարգավորել։ Կան էլի զարգացած երկրների փորձը, երբ որ պետությունը կանգնում է թիգունք անհադին, շինարարին, տալիս է հողատարածք, ազատում է հարգերից եւ շինարարը կառուցելով բազմաբնակարանային շենքեր, դրա մի մասը վերցնում է իրեն, որպես եկամուտ, մի մասը տալիս է պետությանը, որի միջոցով շատ հանգիստ կարելի է դոմիկների հարցը արանքից հանել։ Նայեք, երբ որ մարդը ցանկություն ունի այս ամենն անելու, ուրեմն ձևավորի խումբ, այդ խմբի դեմ հանձնարարականներ կդնի, յուրաքանչյուր 10 օրը մեկ կպահանջի, այսպես ասած, թե ինչ գործողություններ է արվել դեպի այս գործը առաջ տանելու համար, ինչ շարժեր են պատկերացնում եք, չէ՞, եթե չկա այդ հետևականությունը, մենակ հրահանգ ես տալիս եւ հետևից չես քնում, ինքը մնալու է այդպես։ Եթե այս ամենը ցանկացող լինի, այդ փոփոխություն բերող թիմը լինի, ուրեմն անպայման կձևավորվեն խմբեր, կաշխատեն այն ուղղությամբ, որպեսզի կարողանան այդ շինարարին գտնել, այդ թղթաբանությունը անողներին գտնեն եւ գործը առաջ տան։ Իմ կարծիքով ամենահեշտ լուծվող տարբերակներից մեկը սա է։ Բազմաթիվ լուծումներ կան, ուսումնասիրելով փորձերը, բայց կոնկրետ մեկը այս բանը ես ձեզ ասում եմ, որ առանց գումարների է կարելի է այդ ամենը կազմակերպելով բնակարանաշինության հարցը, գոնե տնակներում բնակվող եւ վթարային շենքերում բնակվող մարդկանց հարցերը կարգի բերել։ Ընդամենը ցանկություն, որ գնան առաջ այդ գործը։ Տեսեք, տասնամյակներ շարունակ ամենատարբեր բարեգործական հիմնադրամները Հայաստան համահայկական հիմնադրամից սկսած, չգիտեմ, Հանցմանով եւ այլ, հիմա չթվարկեմ, դրանք շատ են եղել։ Իրականացրել են ծրագրեր, որոնք պետության համայնքի վրա կոպեկ չեն արժեցել, կոպեկ։ Բայց այս խնդիրը շարունակում է մնալ։ Այդ խնդիրը դանդաղել են, լուծումը արագ տալու, մնացել է ինչ որ հատված, որ չեն հասցրել ստանալ իրենց բնակարանները։ Հիմա երրագի քառագի անգամ ավելի է բարդացել, որովհետև այդ բնակարանում 20 տարի առաջ ապրել է հայր, մար եւ 2 անչափահաս երեխաները, այսօր արդեն չափահաս են եւ իրենք էլ տուն չունեն, բայց ամուսնացել են, ունեն երեխաներ։ Դեմ ասում էլ, այսինքն 2 եղբայր են, ամեն մեկը արդեն։ Այսինքն մի տնակը հիմա վերածվել է պայմանական ասած 3 կամ 4 քոնը մինիմում 2 պահանջվող տան։ Այո, եւ դա ցնակնդիկի էֆեկտն է, երբ որ խնդիրը տեսնում ես, գալիս է քո վրա, միանգամից պետք է գնաս ընդ ջախջախես այդ խնդրին, լուծումը տաս եւ անցնես առաջ։ Ինչքան սպասում ես, ինքը ցնակնդիկի էֆեկտով այդքան մեծանալու է քո վրան։ Ու ինչքան ավելի դանդաղավ այդ խնդրի լուծումները փնտրելը եւ տալը, այդքան ավելի մեծ հարվածով գալու է քո վրան։ Այսօր հասել ենք այդ շեմին։ Գյումրիում կա մեկ այլ խնդիր, այնպես չի որ Գյումրի գումար չի մտնում։
Գյումրի գումար մտնում է։ Կառավարությունը, գործող իշխանությունը ասում է վերջին 7 տարում Գյումրիի համար հատկացվել այնքան գումար, ինչքան դրա նախորդող 25 տարվա ընթացքում միասին վերցրած չի հատկացվել։ Բայց մենք իսկ համաչափության կարգով վերջի 7 տարվա 4-5 անգամ ավելի շատ է Գյումրի զարգացել, քան նախորդ 25 տարում, այդպես ասվում է։ Այդպես ասում է, ֆիքսում ենք, որ եղել է, դա չի եղել է զարգացում։ Ես դատավոր չեմ, ես Գյումրիում չեմ ապրում։ Զարգացումը մեղավորը իրենք են։ Ոչ մեկս այդտեղ մեղ չունենք, չէ՞։ Եթե իրենց օրոք է եղել այդ գումարների մուտքը 7 տարվա մեջ, ապա 28 տարվա մեջ ենթադրենք, պետք է 4 անգամ ավել գործ արած լիներ, չէ՞։ Բայց չեմ տեսնում քաղաքում։ Ոչ միայն ես։ Ոչ մի քաղաքացի չի տեսնում, որ 4 անգամ ավել գործ է արվել, քան 28 տարում։ Այնպես որ կառավարությունը թող մեղքը չգցի ուրիշի վրա, թե տվել ենք փողերն ուրա, այդ տվել եք թե տեր եղեք։ Ինչ անենք, ձեր իշխանությունն է։ Իրենք են, չէ՞ վերահսկողը։ Շարքային քաղաքացին ո՞նց կարող է գնալ վերահսկել։ Դուրս է գրվում բյուջեից 50 միլիոն դրամ, դա ավականին է վերահսկելու, դա կառավարությունն է վերահսկելու։ Այնպես որ այդտեղ ես չեմ ընդունում, որ իրենք ասում են գործող իշխանությունը ասում է ես Գյումրիում որպես այդպիսին իշխանություն երբեք չեմ եղել։ Դե հիմա Պալասանյան Տաշինքի հետ ես էի։ Չէ, կոալիցիա էր, բայց իշխանությունը իրենք չէին։ Ինչ տարբերություն։ Գյումրիում կա եւս մի խնդիր, դա քաղաքի անհամաչափությունն է զարգացվածության իմաստով։ Կենտրոնը, այսպես տուրիստական կենտրոն է, այստեղ նայում ես, աչքդ շոյում է, ինչ որ բաներ հա դեռ կիսակառույց են կամ կիսաքանդ են, ինչպես կարելի, ինչպես ուզենք, այնպես կարող են գնահատել, բայց կենտրոնից որքան հեռանում ես, այնքան վիճակը ավելի տխուր է դառնում, հա։ Անբարեկարգ ու փոշոտ փողոցներ, ընդ որում այդ փոշոտ փողոցների պատճառներից մեկը նաև կանաչապատ տարածքների մեղմ եմ ասում սակավությունն է։ Գյումրին այդ իմաստով Հայաստանի ամենածանր վիճակում հայտնված քաղաքներից մեկն է։ Համաչափը զարգացման համար ինչ է պետք անել, որովհետև միայն կենտրոնով համայնք պահել հնարավոր չէ։ Ասեմ, մենք նախաձեռնություն, որի հիմնադիրը ես եմ, երբ որ միջոցառում ենք կազմակերպելու հունիսի 1, առաջի հարցը դա եղավ իմ կողմից, որ մտածել եք, որ մենակ կենտրոնում չեն, որ կարելի է կազմակերպել հունիսի 1, նաև կարելի է ծայրամասերում կազմակերպել, որովհետեւ ծայրամասերում ապրող բնակչությունն էլ հասկանա, որ իրենցով զբաղվող կա, մտածող կա, մտահոգվող կա։ Եվ մենք մուշ թաղամասում որոշեցինք կազմակերպել եւ մեծ արձագանք ստացավ։ Ամբողջ մուշի բնակչությունը երեխաներով եկան ուրախացան։ Եվ շատերը արդահայտվան, որ եթե լիներ հրաբարագում, մենք չենք իջնելու այնտեղ։ Ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Տեսեք, մեր կոնկրետ իմ ուշադրության կենտրոնում նաեւ հենց այդ հարցը կա։ Ընդհանրապես պետք է ցանկություն եւ կոմունիկացիաների ճիշտ բաշխում, որովհետեւ կարողանաս քաղաքի ծայրամասում նաև տուրիստական այցեր ապահովել։ Հասարակ բան եմ ասում, երբ որ Երևանյան խճուղով, Երևանից մտնում ես Գյումրի, Երևանյան խճուղին է, չէ՞, պոեզի քիչ կա ցաղկոմում, որը մենք այսպես ենք ասում, մսի կոմբինատին կդրում է։ Այսինքն մարդը եթե ուզենա այդտեղից միանգամից մեքենայով մտնի մսի կոմբինատ, իջնելու ամբողջ քաղաքը պտտվի, գա ավտոկայանով դուրս գա այնտեղ։ Այսինքն անկլավի պես թողել ենք այդ թաղամասը առանձին քաղաքի մեջ։ Դուք պատկերացնում եք, եթե պատկան մարմինները ժամանակին զբաղվեին, մեկ շլամբաու դնել է Իրանից ինչ է ենթադրում։ Թող տարեկան նստի 50-70 կամ 100 միլիոն դրամ։ Դա փող չի, չէ՞, դա գումար չի, չէ՞, որ մի ամբողջ թաղամաս փորձես զարգացնել։ Այսինքն չունենալ խումբ աշխատանքային, որը զբաղվի այդ հարցով, առավոտ ցերեգիրիգուն եւ 10 օրը մեկ գա հաշվետվություն ներկայացնի, թե որտեղ է խոչընդոտը, ու այդ խոչընդոտողներին հրաբարակի, որովհետեւ հասկանա այդ մի ամբողջ մեծ թաղամասի բնակչությունը, որ իրենց խոչընդոտում է, այս ինչ անձ է, այս ինչ համակարգ է, այս ինչ կառավարություն է։ Կա ԺԴ-ի այդ խնդիր, խնդրեմ ԺԴ-ի ղեկավարի հետ հանդիպեք, քննարկեք։ Ոնց որ մեր Խրիմյան հայրիկ փողոցում կա, չէ՞, շլամբաուն էլի այդ երկաթգծի մոտ, ինչ դժվար բան է այդ նույնն այնտեղ դնելը։ Կարելի է 20 օրում անել այդ ամեն ինչը, մի ամսում անել։ Ուղղակի պետք է ցանկություն, այդ եմ ասում։ Եթե կա ցանկություն, ամեն ինչի հետևից կարող ես գնալ։
Պատկերացրեք 58 թաղամաս, մուշ թաղամասից մարդը երբ որ ուզում է գնալ Երևան, մտնում է ամբողջ քաղաքի կենտրոնով, նախ այդ նույն մեքենա ծանրաբեռնում է երթևեկությունը, այսինքն նպաստում է ծանրաբեռնությունը։ Միանշանակ։ Մենք կարող ենք քաղաքի շրջանցող ճանապարհով միանգամից դուրս գալ այդ նույն մսի կոմբինատով, Երևանյան խճուղի եւ քաղաքը չծանրաբեռնենք։ Հաջորդը, ասենք ունենք Մանուշանում ֆոնտան, հա, որ եթե կարողանան այդ ֆոնտանի կողքու բոլորը բարեկարգին եւ ֆոնտանին տալ այն տուրիստական տեսքը, որի համար Գյումրիում գտնվող տուրիստը գնալու է հասնի այնտեղ, այդ կողքու բոլոր ենթակառուցվածքները զարգանալու են։ Իսկ երբ որ մարդը սկսես ներդրում անել, ավտոմատ պիտի կանաչապատի, գեղեցկացնի եւ մի կրագոցով երկու նապաստակ անպայման կխփե, չէ՞։ Պետությունը, կառավարությունը, քաղաքի կառավարումը։ Այսինքն, եթե ցանկություն կա, կարելի է ամեն ինչ անել։ Պետք է ուղղակի կոմունիկացիաներով զբաղվել, որովհետեւ տալ մարդուն այդտեղ հասնելու հնարավորություն, որ մարդը այդտեղ ներդրում անի։ Գյումրիի կենտրոնում էլ չկա ազատ հողատարածք, չկա ազատ շենք-շինություն, որ մարդը կա ուզենա ներդրում անի։ Ծայրամաս ասում ես գնա ներդրում արա, ասում ախպեր ես գնամ այդ չոլը ինչ ներդրում անեմ։ Բայց պատկերացնում եք, մեկ ֆոնտան սարքում ես, վերակառուցում ես եւ ստանում ես մեկ այլ տուրիստական կոդի։ Ինչպես է գնում ես, ասենք, եվրոպական զարգացած քաղաք, մենակ կենտրոնով չէ։ Ասում ես հələ ձեր տուրիստական պլանը տվեք հասկանանք որտեղ ինչ ունեք, բաշխումը միանգամից տալիս է։ Քաղաքի 4 ծայրամասերում կա մի հատ, այսպես ասած, ключевой տուրիստական զոնա, որտեղ մարդը ուզենալու է անպայման գնա։ Պարոն Սիմոնյան, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, եթե դուք վաղը դառնում եք Գյումրիի քաղաքապետ, պայմանական վաղը, որոնք են լինելու այն 3 հիմնական ուղղությունները, որոնք դուք համարում եք կենսականորեն կարևոր եւ որոնց վրա սևեռելու եք ձեր ուշադրությունը։ Առաջի հերթին մթնոլորտի փոփոխություն, բարոյա հոգեբանական փոփոխություն, որ մարդը հասկանա, որ մտնելով այդ կառույց չի խաբվելու, իրան հարգանք են ցուցաբերելու, տալու են իրեն հոգատարություն անձնական։ Չեմ ասում ցանկացած մարդ, որը պրովոկացիոն նպատակով է մտնում եւ հիմա շատ կա, չէ՞, մի բան ասում ես, մեկ է պրովոկատորների մի խումբ կա, գալիս ասում է դե արեք էս ինչ էլի։ Այսպես ասենք, այն խնդիրները, որոնք որ մարդիկ ունեն եւ բարձրաձայնում են, պետք է ստանան համապատասխան վերաբերմունք, լուծում եւ հոգատարություն։ Ամենաառաջինը դա կփոխենք։ Երկրորդը իրական մշակութային մայրաքաղաքի ծրագրի հետևից գնանք, որ իրոք Գյումրին հասկանա, որ ինքը հենց մշակութային մայրաքաղաք է, ինքը հենց սպորտի քաղաքն է, որովհետեւ հա անհատներ ունենք, օլիմպիական չեմպիոններ ենք տալիս, Եվրոպայի աշխարհի չեմպիոններ ենք տալիս, բայց ելի մի բան կա, որ կաղ է, իր մեջ ինքը կաղ է։ Եվ երրորդը անպայման աշխատանքային խումբ կձևավորենք, որովհետեւ զբաղվենք այդ տոմիկներով ապրող մարդկանցով, որովհետև ես անձնապես շատերին եմ ճանաչում, սարսափելի է։ Այդ պայմաններում այս տարում ապրելը ինքը իրանից շատ տգեղ է, լավ էսպես ասեմ։ Չեն ընդվզում այդ մարդիկ, ինձ միշտ է հետաքրքրում, որովհետև դա անմարդկային պայմաններ են։ Երբ որ ընդվզում են ու բանի չեն հասնում, հիասթափվում են։ Այս պահին կա խորը հիասթափություն։ Հենց այդ ստորագրավակի նպատակն էր, որ հանենք իրենց այդ ընկճված վիճակից հանենք, ցույց տանք, որ տեսեք նաև սա ձեր ստորագրության արդյունքով է, որ գնում հասնում է այսինչ տեղը։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր մեր զրուցակիցն էր Գյումրու ավականու ընտրություններում Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, դաշինքի նաև քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, հուսով եմ նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։